Նախորդ քննարկման ժամանակ, չգիտեմ, հասցրել եք հետևել, թե ոչ, իմ բարձրացրած հարցերից, խնդիրներից մեկը այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը առհասարակ, արևմուտքից մշտապես պահանջում է մարդու իրավունքների և ժողովրդավարության բարձր ստանդարտներ, հայկական դիվանագիտությունը տարիներ շարունակ արևմուտքին իր իսկ ստանդարտներն է հիշեցրել և խնդրել, որ դրանք կիրառվեն Հարավային Կովկասում մեր հարևան երկրի հետ մեր ունեցած հարաբերության կոնտեքստում ևս։ Բայց այնուհետև մշտապես մեզ ուղեկցել է նաև այն խոսույթը, որ տնտեսական իմաստով, ռազմական իմաստով մենք պետք է հաշվի առնենք Հարավային Կովկասի տարածաշրջանային ռեալիաները, երբեմն մարդիկ գնում են այնքան հեռու, որ մեր տարածաշրջանը կամ մեր երկիրը մեկ այլ երկրի ազդեցության գոտի են անվանում, եւ այս խզումը մի կողմից մարդու իրավունքներ, համընդհանուր, քաղաքական սահմաններ չճանաչող եւ մյուս կողմից այս ռեալ պոլիտիկի մոտեցումը ստեղծում են մեծ խնդիր մեզ համար այս աշխարհում ապրելու դիտանկյունից։ Արդյոք դուք նկատում եք, որ սա խնդիր է, եւ ինչ փոփոխություն կառաջարկեք, թեև ես կարծում եմ մենք այդ փոփոխությունը արդեն կիրառում ենք, բայց գուցե դուք ձեր մտորումներ ունեք այս առնչությամբ։ Տիկին Կարապետյան, անկեղծ ասած, վերջի բանը լավ չլսեցի, մի հատ խնդրեմ կրկնեք։ Ասեք տեղից գուցե լսի։ Հիմա հարցը։ Այդ խզումը նկատում եք, պարոն Հարությունյան, հարցը դա է։ Նկատում եք խզումը։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Կարապետյան։ Ես իմ խոսքի մեջ մի մեծ հատված հենց կառուցեցի եվրոպական ստանդարտների, եվրոպական իրավունքի, եվրոպական արդարադատության արկայությունը որպես բարձր ու ցանկալի շեմ իմ համար որպես եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ որպես իրավապաշտպան գործունեություն ծավալած անձի, նաեւ մեր խմբակցության անունից ներկայացրեցի, որ մենք եւս շատ կողմ ենք հարաբերությունների հարատև զարգացմանն ու խորացմանը։ Այո, իրավունքների գերակայության, ժողովրդավարության, արդիականացման պետական ապարատի մասով ունենք համոզմունք, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը միայն դրական արդյունք կարող է տալ։ Իսկ մնացած մասով անկեղծ ասած լավ չպատկերացրեցի, խնդրում եմ արձագանքի ժամանակ արձագանքեք, ես եք արձագանքեմ, շնորհակալություն։ Մինչ պարոն Հարությունյան, այդտեղ ականջակալ կա, եթե հանկարծ գաք լավ չեք լսում, դա կարող եք օգտագործել արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, այլ կերպ ձևակերպեմ հարցը։ Եվրոպական միությունում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բարձր ստանդարտներ եվրոպացիները իրենց համար սահմանել են, աշխարհին էլ այդ մասին պատմում են իհարկե։ Բացառապես այն պատճառով, որ այդ մարդիկ դարերով իրար մորթելուց հետո կնքել են խաղաղություն, որոշել են համագործակցել։ Չի լինի, որ Հարավային Կովկասում մենք մեր հարևանի հետ ունենանք հակամարտություն, դրա համար ռազմավարական, տնտեսական եւ այլ իմաստներով համագործակցենք մի բևեռի հետ եւ այնուհետեւ Եվրոպական միությունից պահանջենք, որ իր բարձր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ստանդարտները ապահովի մեր ու մեր հարևանների հետ հարաբերությունում կամ նույնիսկ մեր ներքին ինստիտուտների։ Հայաստանի ժողովրդավարական մարդու իրավունքների ինստիտուտները խաթարված եղել են տասնամյակներով, այն պատճառով, որ մենք խաղաղություն չենք ունեցել։ Հայաստանում բոլոր քննարկումները մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին լրացվել են, հղում անելով, որ մենք հակամարտության մեջ ենք։ Տիկին Կարապետյան, տեսեք, ես նշեցի, որ մենք կողմ ենք բոլոր աշխարհում խոշոր խաղացող բևեռների հետ լավ հարաբերություններ ունենալու, բայց նաև պատասխանելով կոնկրետ ձեր հարցին, միանշանակ մեկ բան կարող եմ պնդել։ Մենք դեմ ենք որևէ գործընկերոջ հետ համագործակցությանը, եթե այն ուղղված է երրորդ պետություն քաղաքականության դեմ կամ երրորդ պետության դեմ։ Մենք պետք է կարողանանք այնպիսի հավասարակշռված շփումներ ու համագործակցություն ապահովենք, ինչպես ինստիտուցիոնալ, անվտանգային եւ քաղաքական բոլոր պետությունների հետ, որոնց կողմից թեկուզ 1% կախվածություն ունենք։ Ու չպետք է մենք նայենք ամեն ինչին սա սև է թե սպիտակ։
Մենք պետք է նայենք բոլոր գույների ներքո եւ փորձենք կառուցել մեր քաղաքականությունն այնպես, որ որևէ մեկի մոտ սրումներ չառաջանա։ Իհարկե, դրա համար շատ կարևոր եւ էական է հենց հարևանությամբ հարևան հանդիսացող պետությունների հետ լավ հարաբերություններ եւ խաղաղ միջավայր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Սոնա Ղազարյան։ Պարոն Հարությունյան, հարցից հարց առաջացավ ձեր տեսակետից, ես այսպես հասկացա, որ դուք ասում եք, որպեսզի հակադրություն չառաջանա, մնանք ԵՄ-ի համագործակցության այս տրամաբանության մեջ, որ այս պահին կա, ՍԵՊԱ-ի կիրարկում, տնտեսության առումով շարունակենք ԵԱՏՄ համագործակցությունը։ Միաժամանակ դուք ասում եք, որ կախվածությունը մեկ կենտրոնից, բնականաբար լավ չէ, ինչ կենտրոնել դա որ չլինի։ Հիմա հարցս այսպես ձևակերպեմ։ Մեր առևտուրը ԵԱՏՄ-ի հետ ավելացել է նաև այն հիմքով, որ մենք նույն մաքսային միության անդամ ենք։ Այո, Եվրոմիությունը մեզ հետ տարբեր գործիքներ է կիրառում, վերջերս հայտարարվեց նաև ATM-ի մասին, եւ սա խթան է։ Դուք գիտեք, որ կառավարությունը նաև այլ գործիքներ է կիրառել, որպեսզի խթանի դեպի արևմուտք, մասնավորապես դեպի ԵՄ, ուրեմն արտահանումը։ Հիմա հարցս հետեւյալն է. եկեք միասին մտորենք, թե ինչպես ձեր ասած բանաձևում հակադրություններ չստեղծելու տրամաբանությամբ դուք որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու ինչպես եք այդ առանց հակադրություններ ստեղծելու ԵՄ այդ հարաբերությունները զարգացնելու, որտեղ ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանում կա արտաքին բլոկի հետ կապված 3 հանձնաժողով, արտաքին հարցերի հանձնաժողով, ԵԱՏՄ հանձնաժողով եւ տարածաշրջանային համագործակցություն եւ ԵՄ հանձնաժողով։ Հիմա դուք չեք հավակնել նախագահել այս երկու նախկին նշածս հանձնաժողովները հենց ԵՄ-ն եք ուզել։ Դա նշանակում է, որ դուք խորհրդարանում լինել եք դրոշակակիրը դիվերսիֆիկացման դեպի ԵՄ։ Հիմա դրա գործիքներից մեկը DCFTA-ի կնքելն է։ Ձեր դիրքորոշումը այս փաստաթղթի մասով։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցի համար։ Տիկին Ղազարյան, տեսեք, ես կողմ եմ հետևյալ տրամաբանությամբ աշխատելուն եւ առաջ գնալուն։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրակարգում ըստ երկրի բարձրագույն ղեկավարության գլխին գտնվող անձ վարչապետի պաշտոնապես հայտարարվել է, որ չկա քաղաքական օրակարգ Եվրոմիություն թե ԵԱՏՄ։ Այ որ պահին կլինի այդ օրակարգը, այդ ժամանակ կհասկանանք հիմնավորումները։ Ընդամենը մեկ բան կարող եմ ասել, որ ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է այս պահի դրությամբ եվրոպական պետությունների հետ առևտրաշրջանառությունից։ Եվ այո, եթե այդ պահին քննարկումները, վերլուծությունները, փորձագիտական կարծիքները կլինեն այնպիսին, որ հնարավոր է անցում կատարել այլ արտաքին քաղաքական կուրսի ապահովելով նախորդ շակերտավոր ասած քաղաքական կուրսում գտնվող շահառուների իրավունքների ամբողջական պաշտպանությունը, կարծում եմ այդ ժամանակ մեր դաշինքը, մեր կուսակցությունը եւ մեր խմբակցությունը հստակ պաշտոնական դիրքորոշում կհայտնի։ Ընդ որում Տիկին Ղազարյան, եթե դուք կամ ձեր խմբակցությունից ինչ-որ մեկը կարող է այս պահին մոտենալ այս ամբիոնին եւ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում այսօր այդ հարցը մտել է, մենք առավել շուտ կփորձենք ձեզ պաշտոնապես արձագանքել։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Հարությունյան, ամենայն հարգանքով, բայց դուք ԿՊ անդամ չեք եւ դուք հիմա եկել եք ամբիոնից ներկայացնում եք մեր դիրքորոշումը, ես մեր դիրքորոշումը գիտեմ, բայց ես ասում եմ, երբ որ հանձնաժողովների բաշխման պահն էր, դուք հայտ եք ներկայացնել ղեկավարել այս հանձնաժողովը։ Գիտեք, եթե դուք գալիս եք պաշտպանելու խորհրդարանական մակարդակով եվրոինտեգրման մեր տեսլականը, թույլ տվեք դա մենք անենք եւ մենք դա անելու ենք հանձնաժողովում։ Հիմա իմ հարցը հետեւյալն է. Ես համաձայն եմ, որ դիվերսիֆիկացումը կարևոր է։ Այստեղ մենք նույն ձև ենք մտածում։ Ես հարցում եմ ձեր դիրքորոշումը, ասում եմ, լավ, այս դիվերսիֆիկացման խթանը դուք ո՞նց եք տեսնում։ Ես ասում եմ, եթե ուզում եք իմ անձնական դիրքորոշումը, ես եվրոպական ինտեգրման գործընթացների տիրապետում եմ, հա, մասնագիտացված մակարդակով։ Ես ասում եմ, ես առաջարկելու եմ վարչապետին ստորագրել կամ սկսել բանակցել DCFTA-ը։ Սա է գործիքը իրական դիվերսիֆիկացման։ Հիմա հարցնում եմ, դուք հավակնել եք եւ ուզում եք տեխնացու լինել։ Ո՞նց եք սպասարկելու մեր արտահանումը դիվերսիֆիկացնելու ձեր օրակարգը։ Տիկին Ղազարյան, տեսեք, ես նորից ի սկզբանե իմ հայտնած միտքը ստիպված եմ կրկնել, Եվրոպական միության անդամ դառնալու եվրոինտեգրման process-ը եւ այն հանձնաժողովը
ինչպիսի դերակատարում, որ ըստ օրենսդրական կարգավորումների ունի այսօր, տարբեր են։ Նորից եմ ասում, շատ լավ է, ես չէի էլ կասկածում, որ դուք ձեր քաղաքական կուրսը եւ ձեր կուրսակցության պաշտոնական հայտարարությունները լավ գիտեք։ Իմ ասածն այլ բան, երբ որ այսօր դուք որպես իշխանություն կբերեք քաղաքական օրակարգ կմցնեք հարց, որ այս պահին ունենք հստակ հնարավորություն Եվրոմիություն թե ԵԱՏՄ, այդ ժամանակ մենք որպես ընդդիմություն հստակ մեր դիրքորոշումը կհայտնենք։ Շնորհակալություն։ Արման Եղոյան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, դուք խոսեցիք Եվրամիության ստանդարտներից, ես ուզում եմ մի օրինակի վրա հասկանալ, թե ինչքանով եք դուք միտված շարժվելու այդ ուղղությամբ, այստեղ Եվրամիության ստանդարտները իմպլեմենտացնելու, բերեմ օրինակ էլեկտրաէներգիայի շուկային վերաբերող Եվրամիության ստանդարտը։ Այն հետևյալն է, Եվրամիության ստանդարտներով չի կարելի, որ նույն ընկերությունը եւ արտադրի էլեկտրաէներգիա, եւ տեղափոխի էլեկտրաէներգիա, եւ վաճառի էլեկտրաէներգիա։ Ըստ Եվրամիության կարգավորումների այս երեք գործողությունները պետք է անեն տարբեր իրար հետ կապ չունեցող ընկերություններ։ Օրինակ, չգիտեմ, Սևան, Հրազդան, Կասկադը պետք է պատկանի մի ընկերության, Հայաստանի դեպքում Հեցը պետք է պատկանի մեկ այլ ընկերության, իսկ մատակարարումը օրինակ ասենք energy supply-ը օրինակի համար պետք է պատկանի մեկ այլ ընկերության։ Հիմա դուք ո՞նց եք վերաբերվում այս կարգավորմանը, կողմ եք, որ մենք արդեն սկսել ենք աշխատանքները շուկայի ազատականացման ուղղությամբ, ահագին աշխատանք կատարվել է, բախվելով շատ մեծ դիմադրության, շուկայի խաղացողների կողմից, դուք միտված եք լինելու այս աշխատանքները շարունակել եւ վերջնականապես ազատականացնել էլեկտրաէներգիայի շուկան, նենց որ արտադրողը, տեղափոխողը եւ վաճառողը լինեն ընդհանրապես իրար հետ կապ չունեցող ընկերություններ։ Պարոն Եղոյան, շնորհակալություն նախ հարցի համար։ Ես ձեր նշած գաղափարին որպես գաղափար, որպես այդպես իդեոլոգիա լավ եմ վերաբերվում, բայց պատասխանս ուզում եմ հետևյալ կերպ ձևակերպած լինել, այ եվրոպական ստանդարտներին համահունչ այդ ուղղությամբ պետքա շարժվել։ Եթե դա պահանջում է որոշակի ընկերությունների, կազմակերպայրավական փոփոխություններ եւ այլն, այո, պետք է փորձել գնալ այդ ուղղությամբ, բայց եկեք չմոռանանք մեր հանձնաժողովի դերն ու էությունը։ Հանձնաժողովը զուտ խորհրդարանական վերահսկողություն է իրականացնելու գործադիրի նկատմամբ։ Խորհրդարանական վերահսկողությունը իրականացնելու գործադիրի կողմից առաջ քաշված փոփոխությունների, հայտարարությունների մասով։ Եվ եթե փորձագիտական խումբը կվերլուծի կհանգի հետևության, որ այո, SEPA-ի պայմանագրով կամ չգիտեմ, դրանից հետո միգուցե կընկվեն դեռ առաջիկային որոշակի այլ փոխգործակցության հուշագրեր, պահանջում են այսպիսի մոտեցում, բնականաբար ինչպես մենք ֆիքսեցինք, ցանկացած դրական փոփոխություն, որտեղ կարա ապահովի Հայաստանի երկարատև շահը, լինելու են կողմ։ Արհեստական խոչընդոտ չենք դառնալու կառավարության համար, բայց նաև թույլ չենք տալու, որ այս հանձնաժողովը վերածվի նույն եվրոպական ամեն ինչի առանց վերլուծության գովաբանման ակումբի կամ կառավարության աջակցի, որովհետև այս հանձնաժողովը կոնկրետ ցանկացած այլ հանձնաժողով, որը ունի ընդդիմադիր նախագահ կամ կունենա ընդդիմադիր նախագահ, իր խնդիրը պետք է լինի ամենձև արգելակել ըստ իրեն ոչ հայկական շահից բխող որոշումները եւ ամեն կերպ նպաստել հայկական շահից բխող որոշումների անկախ նրանից ով է դա ներկայացնում։ Արձագանք։ Ես շատ էլի կուզենայի վերադառնայինք հայկական շահ եւ Հայաստանի շահ տերմիններին, բայց ժամանակ չի լինի էլի Հայաստանի շահ տերմինը խուսափեցիք օգտագործել, բայց լավ, ասում եք առանց քննարկման, դա Եվրամիությունում արդեն քննարկվել է, Չեխական, Չեխիայի շահի, Սլովակիայի շահի, Ֆրանսիայի շահի, Գերմանիայի շահի, Հունաստանի շահի, բոլորը դա նստել քննարկել են եւ 27 պետություն եկել է եզրակացության, որ դա լավ մոդել է, իսկ հակառակը վատ մոդել է, բերում է գերակա դիրքի չարաշահումների։ Դրա համար ասել են, սահմանել են դիրեկտիվներով, որ ճիշտ է, որ մեկը արտադրի, մյուսը տեղափոխի, մյուսն էլ վաճառի։ 3 տարբեր ընկերություններ լինեն։ Հիմա սա ասում եմ, քննարկվել է տարիներ շարունակ մասնագետների կողմից։ Հիմա եթե այս նախագծի շարունակությունը, օրինակ, արտադրողի եւ տեղափոխողի
սեփականությունը բաժանող օրենսդրություն գա։ Դուք պետքա քվեարկեք, չէ՞ հանձնաժողովում, դուք անձամբ ո՞նց կքվեարկեք այդ նախագծին։ Չեք ունենա այդտեղ որևէ կաշկանդվածություն։ Ժամանակ, պարոն։ Շնորհակալություն արձագանքի համար։ Պարոն Եղան, ես մի փոքր հռետորական կերպով փորձեմ ձեզ արձագանքեմ։ Այ օրինակ ըստ ձեզ, երբ որ որևէ անձից, որևէ ընկերությունից խլվում է որևէ հիմնարկ, դա եվրոստանդարտ է, թե ոչ։ Այ եթե դուք կկարողանաք մեզ հիմնավորել, որ խլվածը եվրոստանդարտով է, մենք էլ ձեզ կհիմնավորենք կամ կփորձենք առնվազն հիմնավորել, որ եվրոստանդարտով պետք է պաշտպանվել։ Շնորհակալություն։ Սերգեյ